Ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է։ Օրակարգային թեման զինվորական ծառայության և զինծառայողի վիճակի մասին օրենքում լրացումներ կատարելը։ Ավելի քան 1200 տղա, որոնց 27 տարին լրացել է, բնակվում են արտասահմանում և գտնվում են հետախուզման մեջ։ Նրանք չեն վերադառնում Հայաստան, քանի որ ըստ գործող օրենքի պետք է ազատազրկվեն 2-ից 5 տարի ժամկետով։ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկներ է ներկայացնում։ Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով նշված 5 տարբերակներից մեկը։ Առաջին՝ ծառայել 24 ամիս ժամկետով։ Երկրորդ՝ ծառայել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։ Երրորդ՝ ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ։ Չորրորդ՝ ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ։ Եվ հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Նախորդիվ ընդունված օրենքով 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներից ավելի քան 200-ը վերադարձել են հայրենիք վճարել կամ ծառայել զինված ուժերում։ Պետական բյուջե մուտքագրել մոտ 2 միլիարդ դրամ։ Ակնկալվում է, որ մեր հայրենակիցները կօգտվեն օրենքից, նրանց մի մասը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն, հսկայական գումարներ կմուտքագրվեն պետական բյուջե, որը կարող ենք ծառայեցնել մեր կարիքների համար, եւ նաեւ նրանց ճակատագրերը չեն շարունակի խեղված մնալ, նրանք չեն դատապարտվի կամ չեն շարունակի արտասահմանում մնալ այլ կարգավիճակով եւ կվերականգնվի նրանց կապը Հայաստանի Հանրապետության հետ եւ նաեւ կհամալրվի պահեստազորը, այսինքն կշահեն թե մեր արտասահմանում բնակվող տղաները, թե նրանց ընտանիքի անդամները, ովքեր կտրված են շատ հաճախ նրանցից եւ կշահի մեր պետությունը, քանի որ նաեւ կկրճատվեն հետախուզվող անձանց հայտնաբերման, պահման, դատապարտման ուղղությամբ ծախսվող հսկայական գումարները։ Հայաստան վերադարձի ժամանակ ծառայության անցնելու դեպքում 24 ամսյա ծառայությունը չի փոխարինվի 18 ամսով։ Հայկ Սարգսյանը բացատրում է, թե ինչու։ Այս օրենքից օգտվելու են 1999 թվականին ծնված, 2000 թվականին ծնված մեր տղաները։ Նրանք եթե ըստ ընթացակարգի գնային ծառայության, պետք է ծառայության մեկնային 2018 թվականին կամ 2019 թվականին եւ այդ ընթացքում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը եղել է 24 ամիս, այսինքն ենթադրաբար նրանց հասակակիցները գնացել են եւ ծառայել են 24 ամիս ժամկետով եւ նրանք քանի որ այս ընթացքում 9 տարի 10 տարի բաց են թողել եւ մենք նրանց հիմա տալիս ենք ծառայությամբ իրենց հայրենիքի պարտքը փակելու հնարավորություն, կարծում եմ, որ պետք է տանք նույն ժամկետով ծառայել են նրանց հասակակիցները։ Ընդդիմությունն անհանգիստ է։ Առաջարկվող օրենքի նախագիծն արդյոք չի վերաբերվելու միայն դրսում բնակվող եւ զինվորական ծառայություն չանցած տղաներին։ Գեղամանուկյանի հարցին պատասխանում է պատգամավորը։ Ունենք Հայաստանում ծնված քաղաքացիներ, ովքեր չեն գնացել զինկոմիսարիատներ եւ չեն հաշվառվել, նրանց չեն տանում պարտադիր զինվորական ծառայություն, քանի որ հաշվառված չեն եւ չեն երևում զինված ուժերի համար նրանք անտեսանելի են։ Այս անձինք 27-ից հետո այս պայդրությամբ ներկայանում են, ասում են մենք ներկայացել ենք, մեզ հաշվառեք, տարեք ծառայության, որպեսզի կարողանան անձնագիր հանեն եւ ապրեն իրենց կյանքը բնականon հունով։ Այս օրենքի ընդունումից հետո բոլոր այն անձինք, ովքեր հաշվառված չեն եւ կներկայանեն կհաշվառվեն 27 տարեկան լրացումից հետո, պարտավոր կլինեն վճարել 15 միլիոն դրամ։ Այսինքն մենք կոտրում ենք մոտիվացիան, որպեսզի հաշվառում չանցած անձը 18-20 տարեկանում շարունակի մինչև 27 մնալ ոչ հաշվառված, քանի որ գիտի մեկը 27 տարեկան հասակում պարտավոր է լինելու կամ ծառայի կամ գումար վճարի եւ նրանց բերելու ենք ծառայության մինչև 27 տարին լրացնելը։ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը մտահոգություն ունի գործող օրենքի ու օրենքում լրացումներ կատարելու ժամկետների հարցում։ Նախորդ օրենքի ընդունումից հետո այդ պահի դրությամբ 27 տարեկան լրացած անձանց էր վերաբերում օրենքը, հիմա վերաբերում է այսօրվա դրությամբ 27 տարեկան լրացած անձանց, այսինքն մենք ամեն 2 տարի մեկ պետք է օրենք ընդունենք, որ այդ պահի դրությամբ 27 տարեկան լրացած անձանց վերաբերելի լինի, այսինքն հնարավոր չէ ունիվերսալ ինչ-որ բան մտածել, որ ամեն 2 տարի մեկ նման դրույթ առաջ չգա։ Հենց այդպես էլ նոր նախագիծով սահմանված է եւ հարցը լուծվում է մեկ ընդմիշտ, այս պահից սկսած բոլոր նրանք 27 տարին կլրանա, կկարողանան օգտվել այս օրենքից, որպեսզի նրանց ստիպված չլինենք բերել դատապարտել եւ նրանց վրա 3 տարվա ընթացքում 16 միլիոն դրամ փող ծախսենք կալանքի մեջ պահելու համար, այդ չասած նրանց հայտնաբերելու եւ մյուս ուղղությամբ ծախսվող գումարները,
Բացի դրանից նաև մեր նպատակը նա չէ, որպեսզի մեր քաղաքացիների կյանքը խեղենք։ Նիստն ընդհատվում է միջադեպով։ Ժողովուրդ օրաթերթի լրագրողները չպետք է լինեին հանձնաժողովի նիստին։ Ինչու՞։ Մի վարքյան։ Պարոն Քոչյան, դուք դեմ եք, որ մենք Իմ դեմ լինելը չի։ Ես դրա համար հարցրեցի, ճիշտ ասում։ Բայց ո՞րն է խնդիրը։ Խնդիրը կասեք ո՞րն է։ Քանի որ նիստը սկսվել է, իրանք ներկա են եղել եւ չեն խանգարել, ես որոշում եմ կայացնում ավարտենք, ավարտից հետո ուշադիր եղեք, եթե լրագրողները իրավունք չունեն հասնեն նիստերի դալիճ, մի թողեք, որպեսզի հասնեն։ Միջադեպի ավարտից հետո նիստը շարունակվում է, սակայն օրենքի նախագիծն ընդունվելուց հետո մինչ կանցնեն օրակարգային հաջորդ հարցին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դուրս է հրավիրում լրագրողներին։ Մենք կանոնակարգ օրենքի հետ խնդիր ունենք եւ Տիկին Մանուկյանը եւ իր գործընկերը այստեղ որպես եթե լրագրող են ներկա, իրենք չեն կարող ներկա լինեն, խնդրում եմ դուրս գաք։ Որպես քաղաքացու բոլորը կարան մտնեն, հիմա չեն կարող։ Ես խնդրում եմ դուրս գաք։ Այո, դուրս եկեք, հիմա դուրս։ Շատ լավ։ Որպեսզի դուքան չլինի, դուրս եկեք։ Դուք էլ։ Դուրս եկեք, դուրս եկեք։ Ես հիմա ասում եմ նիստը որպես վարող, դուրս եկեք։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնում է կատարված միջադեպին, ընդգծելով օրենքի ուժը։ Ես ուզում հասկանալ մեր լրատվական դաշտի հետ ինչ է կատարում, այսինքն նպատակը գալ լուր տալն է, ինֆորմացիան փոխանցելն է A-կետից B-կետ, թե սեփական անձի շուրջ սկանդալ սարքելն է, սեփական հարցի մեջ այնպես ձևակերպումներ անելն է, որպեսզի բանախոսը ինչ որ ձևով հակադարձի եւ դա սկանդալ դառնա, սեփական քաղաքական հայացքները ներկայացնելն է։ Ուզում հասկանամ, խանգարում եք ժողովուրդ։ Ուզում հասկանամ լրատվությունը այսօր ինչով է զբաղվում։ Այդ մարդիկ իրավունք չունեն գտնվել նիստերի դահլիճում եւ նույնիսկ որպես քաղաքացի իրավունք չունեն գտնվել այնտեղ։ Շողեր Ղլիջյան, Արմալուր։